Խաղաղություն Աստծո սիրելի ժողովուրդ։ Խաղաղություն ես։ Այսօր նույնպես կպատասխանենք հարցի։ Սիրելի եղբայր, կարող ես խոսել Հեսու 6-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսքի մասին։ Նախապես շնորհակալություն։ Հեսու 6-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսքը կարդամ։ Կարդա։ Այդ հարցը ընդհանուր բոլորս լսենք։ Եվ Երիքով Իսրայելի որդկանց առաջին ամուր կեպով փակված էր, դուրս եկող եւ մտնող չկար, եւ Տերը Հեսուին ասեց. Տես, ես քո ցերկն եմ տվել Երիքովը եւ նրա թագավորին, զորավոր քաջերին, եւ դուք ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցեք մեկ անգամ քաղաքի շուրջը պտուտ տալով։ 6 օր այսպես անեց, եւ 7 քահանաները 7 հոբելյան փողերն առնեն տապանակի առաջին, եւ 7-րդ օրը քաղաքի շուրջը 7 անգամ պտուտ տակ, եւ քահանաները փողերը հնչեցնեն, եւ երբ որ հոբելյան եղջյուրները հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսեք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակե, եւ քաղաքի պարիսպները վայր կընկնեն, եւ ժողովուրդը վեր գնա ամեն մեկն ուղիղ իր առաջինը։ Առաջով։ Երրորդն է Երիքովի պարիսպների փլուզման մասին հարցը։ Թե Երիքովի պարիսպները, որ պետքա փլուզվեր, չէ, հետաքրքիր է։ Էլ ինչ 7 քահանաներ 6 կրուկ պտտվեն, 7-րդ կրուկի ժամանակ փողերը հնչեցնեն ու աղաղակեն, պարիսպները կբլի ու ամեն մեկ իր առաջով գետա։ Աստվածաշնչյան ամեն մի խոսքը, սիրելի հաշտվող, ունի իր նշանակությունը, ունի իր միտքը, ունի իր խորությունը եւ անպայման է դա հասկանալ։ Ես հիշում եմ մի եղբոր ասում էր. Արկադի եղբայր ինձ պետք չի հասկանալ Աստվածաշունչը։ Ինձ պետքա սիրեմ իմ եղբորը, սիրում եմ իմ եղբորը ու վերջ։ Ինձ Աստվածաշունչը չհասկանամ էլ կլինի։ Ես մտածում էի, ոնց կարա առանց Աստվածաշունչը կարդալու, առանց հասկանալու սիրի եղբորը, հնարավոր չի դա։ Աստվածաշունչն ասում է թշնամուց սիրի։ Եղբորդ սիրում ես դու այն ժամանակ, երբ որ ամեն ինչ լավ է։ Փոխադարձ սիրում ես իրար, բայց որ հանկարծ եղբայրը կրունկ բարձրացրեց, արդեն էլ սերը կորում է։ Ստեղ արդեն պետք է քեզ Աստվածաշնչի սերը, որ կրունկ էլ բարձրացի դարձյալ իրան սիրես։ Այլապես ու այդ նույն ասող եղբայրը, երբ որ անցավ ահագին ժամանակ իր եղբայրների հետ վեճ եղավ եկեղեցում այդ նոր ապաշխարության ընթացներին, սկսեց այդ եղբորը, որ ասում էր սիրում եմ, սկսեցին իրար ատել ընտանիքներով, թշնամու պես էին, դադում բամբասում էին, ու ես իմ մեջ մտածեցի, ահա թե որտեղ է պետք Աստվածաշնչի գիտությունը, Սուրբ Հոգու իմաստությունը տեսեք որտեղ է պետք, որ ինքը չկարեցավ այդ եղբորը սիրել։ Ուրեմն այդ սերը այդ եղբոր հանդեպ սեր չէր, որտեղ առանց Աստվածաշնչի գիտության էր, իմաստության էր։ Որտեղ այդ սերը, որ այդ եղբայրը սիրում էր այդ եղբորը, ամբողջ աշխարհն էլ այդպես սիրել։ Հիսուսն հայեցում է պետք որ քեզ սիրողին սիրես, քեզ օգնողին օգնես, ում է պետք աշխարհն էլ այդպես անը։ Բայց դուք պետք է սիրեք նրանց, ովքեր ձեզ չեն սիրում։ Հասկանում եք, սիրելի քույրեր եւ եղբայրը, սա խորը հասկացողություն է, որը հենց Երիքովի պարիսպները փլվելու հենց ձևն է ասում Աստվածաշունչը։ Եղբորդ սիրելու ձևն է ասում, ու այդ ձևը քեզ ուժ է տալի, որ դու այդ ձևով վարվես, որպեսզի կարողանաս սիրես։ Եթե սիրեցիր Աստծո կամքը կատարեցիր, եթե սիրեցիր եղբորդ, քո եղբորդ սիրելով ապացուցեցիր, որ սիրում ես Աստծուն։ Այլապես չես կարող ասես, Տեր, ես քեզ սիրում եմ, սաղ մնացածը չէ։ Աստված ասում է, եթե եղբորդ տենում ես ու չես սիրում, ինձ ոնց կարաս սիրես, եթե չես տենում։ Իսկ եթե եղբորդ տենաս, սիրես, այն ժամանակ հենց այդ սիրո մեջ Աստծուն կտենաս, այն ժամանակ Աստծուն կսիրես։ Հասկանում եք, եղբոր սիրո մեջ Աստված։ Մի խոսքով, լավ, այս խոսքերը խորությունների մասին հեսա խոսանք, Երիքո բնագրով թարգմանվում ասիրեներ հոտավետություն, բուրմունք, այսինքն տեսեք, ամեն մարդ իր մեջ ունի դա, թե հոգևոր, թե աշխարհի մարդիկ։ Ինչ բուրմունքի մասին է ստեղ Աստված խոսում, որ
մի հոգի լավ երգում է, բոլորից լավ է երգը։ Ու ինքը հոտավետությունը արձակը մարդկանց կողմից։ Ինքը տեսնում է, որ իրապես լավ երգող չկա, բուրմունք է տալի մարդկանց, պարտանում ասես մի տեսակ ձև անը, որ ինքը լավ երգեց։ Մի հոգի մի քիչ փողը շատ է, բոլորի փողից բարեգործություններ շատ անում։ Բուրմունք է տալի իրան, այսքան օգնեցի ես իշ մարդուն, այս եկեղեցուն այսքան, այն աղկադին այսքան փող տվի։ Բուրմունք է, դա է հենց երիքովը, բնագրի թարգմանությունը։ Մի հոգի հովիվ է, ես հովիվ եմ, Աստված ես հոտ ինձ է վստահ է։ Բուրմունք է տալի, հպարտանում է դրանով, հասկանում եք, եւ Աստված ասում է, քանդա այդ երիքովը, այդ Պարիսպը քանդա, ազատ արձակվի, այդ բուրմունքը քոնը չի, ասունն է։ Մի վերցրա քո վրա։ Իսկ դա Պարիսպ է, այդ բուրմունքը Պարիսպ է, այս Պարիսպ հասկացողությունը մենք գիտենք, որ բաժանում է Աստծո ու մարդու մեջ, Պարիսպը։ Մի տեղ Աստվածաշնչում ասում է, որ ձեր մեղքերը Պարիսպ են իմ ու ձեր առաջ։ Ձեր մեղքերն են, որ չեն թողում մենք տենանք իրար։ Այսինքն այս բուրմունքը Պարիսպ է։ Այդ հոտավետ բուրմունքը Պարիսպ է, մեր եւ Աստծո միջեւ։ Դա համար պետք է փլուզվի։ Իսկ փլուզվելու համար ասեց Աստված, որ կարդաց նոր Մելանյան, որ պետք է 6 կռուկ պտտվեն Երիքովի շուրջը, 7-րդ օրը, 7-րդ պտույտը պտտվելուց փողերը պետք է հնչեցնեն ու պարիսպները կբլի։ 6 պտույտ պտտվելը, տեսեք, Աստված 6 օրում արարեց երկիրը, երկինքը ու ամեն ինչ։ 6 այդ խորհրդապատկերն է, որ 6 օր աշխատեց Աստված։ Մենք 6 օր պետք է աշխատենք մեր բուրմունքը փլուզելու վրայով։ Աստվածաշունչը պետք է ուսումնասիրենք, պետք է հասկանանք այդ հպարտության վատ ձևերը, որ ասում դուր չի գալի։ Դրանք փուլեր են, այս 6 փուլերը։ Իսկ 7-րդ փուլը արդեն հանգստի փուլն է։ Պետք է փողերը փչենք ու աղաղակենք։ Փողերը նշանակում է բարձրաձայն, նու ըստ Աստվածաշնչի քարոզել, փող հնչեցնել։ Քարոզել, երկնքի արքայությունը մոտեցել, սա փող է հնչեցնում մարդկանց, որ ամենականջ լսում է արդեն, այդ փողի ձայնը լսում է։ Այն ժամանակ կբլի արդեն։ Այսինքն, եթե դու 6 օր աշխատես այդ հպարտության, կոներսի հպարտության վրա, ու 7-րդ օրը աղաղակես, սկսես դավանել, սկսես քարոզել, այդ ժամանակ կփլվի արդեն քո միջի հպարտությունը։ Քարոզես, որ հպարտությունը չարից է, դու գիտակցես, հասկացել ես, որ դա իմը չի, այլ ասումն է։ Թե հովիվ եմ, թե ողորմած եմ, թե խոնար եմ, թե լավ երգիչ եմ, թե չգիտեմ ինչ եմ, դա ասունն է, իմը չի, Աստծո շնորհքն է։ Դու աղաղակում ես, փող ես հնչեցնում դա։ Ու արդեն փլվում է քո միջի հպարտությունը։ Արդեն դու ծառայում ես մարդկանց։ Ոնց որ Հիսուսը թագավոր է, Աստված էր, Աստվածների Աստվածն է, բայց ինքը խոնարհվում էր, ոտ էր լվում։ Մարդու ոտք էր լվում։ Հասկանում ես, հպարտություն Երիքով Պարիս գոյություն չուներ իր մոտ։ Ինչի համար, որտեղ Սուրբ Հոգին իր մեջ էր, Սուրբ Հոգու հասկացողությունը իրան առաջնորդում էր դեպի ավիճենական կյանք։ Տեսեք, ես ուզում եմ մի տեղ էլ կարդամ սրանից, 3-րդ Թագավորաց 16-րդ գլուխ 34-րդ խոսքը, որտեղ այս գլխի մեջ, Հեսուի գլխի մեջ, 6-րդ գլխի մեջ ասում է անիծում Աստված, Հեսուն ասում է, ով որ կառուցի, էլ ոչ ոք չկառուցի այդ Երիքովը։ Եթե դու հասկացար, եթե դու գիտակցեցիր, որ դու դա հպարտություն է, դա ասուն հակառակ է քո արածը, քո հպարտանալը։ Եթե դու հասկացար, էլ չկառուցես նորից։ Դրանից հետո նորից չհպարտանաս, ես արեցի էսի, բայ իմ ուժերով սենց արի, ես ես մարդն եմ, ես սաղից լավն եմ, էլ չկառուցես էտի։ Ով որ կառուցի, անիծյալ լինի։ Բայց 3-րդ Թագավորաց 16-րդ գլուխ, տեսեք, 34-րդ խոսքում սենց է գրված, Երիքովը կառուցվում է, հետագայում նորից կառուցվում է, այս մարդկանց կողման է, լսեք։ Նրա օրերումը Բեթելացի Եիրելը շինեց Երիքովը։ Բեթելացի Երիելը, Բեթել նշանակում է Աստծո տուն, այսինքն Աստծո տան մեջ բնակվող ինչ որ մի մարդ, որ իրան համարում է հավատացյալ, իրան համարում է եկեղեցի եմ եթում, տասանորդ եմ տալում, ծոմ եմ պահում, աղոթք եմ անում, սրա նման չեմ։ Այսինքն եկեղեցի գնացող է ինքը, բայց տեսեք, կառուցում է դեռ իր հպարտությունը, սրա նման չեմ, ես եթում եմ, ես եմ անում, եմ անում։ Այդ Բեթելացին կառուցում է Երուսաղեմը։ Իր Աբիրոն Անդրանիկ որդիովը նրա հիմերը դրավ։
Աբիրոն նշանակում է հայր բարձրացված, նենգորեն, որ դու բարձրանում ես, բայց նենգորեն, այսինքն տեսեք խորը իմաստ կա էլի սրա մեջ, ուզում եմ ամենքս էլ հասկանանք ինչի համար, որտեղ մեր ամենքի մեջ կա այդ հատկությունը, էսի գրված չի ինչ-որ մի հատ անհատի համար, բոլոր մարդ արարածի համար է գրված, նաև այսօր իմ ու քո բոլորիս համար։ Մենք, տեսեք, երբ որ ուզում ենք, օրինակ էլի իմ հետ եղել է իմ ապաշխարության տարիների ընթացքում մի եղբայր կար, ուզում էր հովիվ լներ, ու այն մյուս հովիվի տակը քանդում էր, մեր լեզվով ասած, վատաբանում էր, չարախոսում էր, մարդկանց իրակոններ քաշում, սա ուզում էր բարձրանալ, լավ բան է հովիվ լնելը, բայց նենգորեն էր բարձրանում, սա աբիրոնն է, որտեղ տակը քանդելով, չարախոսելով էր իր գործը ուզում առաջ տանել։ Այն երկիչին վատ էր ցանկանում, վատ էր ուզում, որ այնի չերքի, արդեն ինքը երկի բեմում, դա նենգորեն բարձրանալն է։ Եթե ինքը նենգորեն բարձրացավ, այդ երկիչը կամ հովիվին հանեց ինքը նստեց տեղը, ասենք դուրս եկավ ինքը նստեց տեղը, բնականաբար երիքով նորից հպարտությունը պետք է լինի, ես դարձա հովիվ վերջապես, ես եմ հովիվը։ Հասկացա՞ք, չէ՞ միտքը սիրելի քուրիս եւ եղբայրս։ Մենակ նենգորեն բարձրացող մարդն է երիքովի պարիսները կրկին անգամ շինում։ Եվ իր սեգուբ կրծեր որդիովը կանգնեցնեց նրա դռները։ Սեգուրել նշանակում է ուժ, պաշտպանություն, որ դու ուժ ունես, եղբայրները քո կողմն են, պաշտպանված ես, քեզ գովում են եղբայրները, ու դու այդ առիթից օգտվելով առաջ ես գնում, քո ասածին ես հասնում, սենց ասած, սա հենց կառուցում ես երիքովը։ Սա անելով դու կառուցում ես քո մեջ այդ հոտավետությունը։ Ու Աստված ասում է, որ անիծյալն է ինքը։ Այսինքն անիծյալ լինելը, գիտեք ինչ է, անեծքը Աստված անիծում է, բայց անեծ բառը ըստ բնագրի ես sense եմ հասկանում, որ բառ չի գտնվի ասելու ես են թարգմանել։ Որտեվ անեծք բառը նշանակում է հերվանալ։ Տեսեք, Աստված երբ որ մեկին անիծում է, չէ, ասենք թե ասում է, ես կանիծեմ այս չարագործին։ Այսինքն չարագործից ինքը կհերվանա։ Հենց հերվացավ ինքը մնաց խավարի մեջ, անեծքի մեջ, ոչ թե Աստված անիծեց, այլ Աստված հերվացավ իրանից։ Լույսը երբ որ հերվանում է, մնում է խավարը։ Դրա համար ասում է չարություն մի արա, ես կհեռանամ քեզանից, դու կմնաս չարության մեջ։ Այսինքն կանիծեմ քեզ, ինքը հենց հեռացավ մնում է անեծքի մեջ, ոչ թե Աստված անիծեմ, այլ Աստծո հեռանալը իրան թողում է անեծքի մեջ։ Դրա համար չար պետք է վախենանք Աստծուց։ Հանկարծ մի բան չանեմ, որ ինքը հեռանա ու ես մնամ անեծքի մեջ։ Աստծուն անընդհատ, այսինքն սիրուն, հավատարմությանը, արդարությանը անընդհատ պետք է բռնեմ ես իմ կողմը։ Ասում եմ, սա մարդկային հատկությունների դեմ պատերազմ է այս խոսքերը։ Այն Հիսուսը որ ասում է, ես չեկա խաղաղություն բերելու, այլ սուր։ Այս խոսքերը Հիսուսն է, սուր է բերում մեր ներսում, պատերազմ է բերում մեր ներսում, Երիքովի դեմ, մեր մեջի հպարտության դեմ, որ հանգարց չհպարտանանք մեկս մյուսի վրա։ Երևի այսքանով ավարտենք, Մելանիա, չգիտեմ, եթե սիրելի հարցնող էլի անես չբացատրեցի, այսինքն ոչ թե նես չբացատրեցի, ինչ որ պակաս երևի մի բան էլի ասեցի, որ ձեզ անհասկանալի մնաց, նորից գրեք։ Առանց հաշվելու, առանց ամաչելու, առանց վատը զգալու, նորից գրեք այդ մասին կամ մի ուրիշ տեսանկյունով նորից խոսանք, որովհետև սրանք իրականում ժայռեր քանդող խոսքեր են, փշրող խոսքեր են, խավարին հեռու տանող խոսքեր են։ Մեր միջի չարությանը հաղթող, գրավող խոսքեր են սրանք։ Սա Հիսուսն է, սա Աստվածն է, սա սիրո խոսքերն է, որ մենք պետք է իմանանք, հասկանանք, որ պատերազմ ենք։ Ամեն։ Այլապես ես չեմ կարող ասել, ես քեզ սիրում եմ, բայց տենամ սովածա, տենամ ծարավա, տենամ հնգածա, չօգտեմ, բան չանեմ, թողեմ այդ համ։ Դա կլինի տգիտորեն, դա կլինի սատանայի վարդապետություն։ Սատանայի վարդապետությունը Աստծո վարդապետությունը չի։ Եթե ես Աստծո վարդապետությունը չեմ ուզում խորանամ այս գիտության, այս իմաստության մեջ, նշանակում է իմ հին ադամական վարդապետության մեջ եմ ես։ Չարի վարդապետության մեջ եմ։ Համար պետք է Աստվածաշունչը ուտել։ Հայտության մեջ ասում է ուտել։ Հասկանում ես, երբ որ ես կերակուրը ուտում եմ, այդ կերակուրը ինձի սնունդ է տալի, կյանք է տալի իմ մարմնին։ Նույնը Աստվածաշունչը եթե ես ուտեմ, այսինքն հասկանամ, իմ հոգուն կյանք կտա։ Այսքանը մեն։ Մոտեցավ ավարտին, Աստված շատ օրհնի։ Ձեզ էլ սիրելի Աստծո ժողովուրդ։ Գրեք, զանգեք, եթե նորից հարցեր կառաջանան։ Աստված ձեր հետ մնաք խաղաղության մեջ։ Ամեն, Տեր օրհնի ձեզ։